Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ում մեկնարկել է ներքին ակտիվ քարոզչական փուլը։ Աղբյուրների փոխանցմամբ այն անձինք, որոնք ընդգրկված են ՔՊ-ի նախընտրական 280 հոգանոց ցուցակում, այս օրերին պարտավորվել են իրենց սոցիալական հարթակներում իրականացնել ակտիվ քարոզչություն։ Ըստ հասած տեղեկությունների ցուցակի հավակնորդներին հանձնարարական է տրվել հրապարակային ձևաչափով ներկայացնել իրենց քաղաքական նպատակները, հիմնավորել պատգամավոր դառնալու ցանկությունը եւ խոսել իշխանության ներսում իրենց պատկերացվող դերի մասին։ Ժողովուրդ օրաթերթի իրավապահ աղբյուրներն էլ փոխանցում են. Պեկնավի պետ Գառնիկ Մարգարյանը հրավիրվել եւ հարցաքննվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում Երևան-Մոսկվա ուղղությամբ տեղափոխվող ոսկու ձուլակտորների թեմայից անմիջապես հետո եւ երկու վարույթների շրջանակում։ Ժողովրդին էլ հակակոռուպցիոն կոմիտեից պատասխանել են, թե իրենց մոտ քննվող քրեական վարույթներով հարցաքննվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։ Հավելենք նաեւ, որ համակարգում լուրջ խմորումների մասին են ակնարկում, մտավախություն հայտնելով, որ իրավապահները փորձում են մաքրել հնարավոր պատասխանատվությունից որոշ բարձրաստիճան պաշտոնյաների։ Իրավունք թերթը հայտնում է Արցախի թեմի ուրացած ու այլևս մերժված առաջնորդ Վրդանես Սրբազանը մտերիմների մոտ սկսել է տարածել, թե շատ շուտով իրենց տասնյակը հաջողության է հասնելու։ Վշտամբանքներին, թե ոնց կարողացար ուրանալ վեհապարին, վերջինս առանց ամոթի այսպես է պատասխանել. լավ եմ արել։ Չնայած երբ Վրդանեսը ծառայում է Նիկոլին, ով Արցախը համարում է Ադրբեջան, նշանակում է, որ իրեն պետք է համարի ադրբեջանական թեմի առաջնորդ, իսկ ադրբեջանական թեմի առաջնորդը իհարկե միշտ էլ կուրանա ամենայն հայոց հայրապետին։ Հրապարակ թերթը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական գործուղմանն է մեկնելու իր Լյուբիմչիկ պատգամավորների ուղեկցությամբ։ Նա այսօր երրորդյա այցով Մոսկվա է մեկնում։ Պատվիրակության կազմում են նրան մշտապես ուղեկցող Հասմիկ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Վաղարշակ Հակոբյանը, որն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն է, եւս 7 հոգի իր աշխատակազմից։ Իր հակառուցական հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանն այցից հաշված օրեր առաջ զատնի է դրել երբեմնի կոշտ ձևակերպումներից։ Նախորդին հարցազրույցում նա լրագրողին հորդորել է հիբրիդային պատերազմ ձևակերպումից հրաժարվել, քանի որ պատերազմը լավ տերմին չէ եւ չի կրկնել ՔՊ-ական հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այսի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որն իր վերջին ասուլիսում անդրադարձել է իշխանությունների մտադրություններին հիբրիդային պատերազմի անվան տակ Արևմուտքից փող պոկելու եւ ռուսների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հարցերին։ Հրապարակ թերթը գրում է. ՔՊ-ական մեծամասնությունն ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում 3 հավանության է արժանացրել տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որում վտանգավոր փոփոխություններ են ներառված։ Ըստ դրանց արգելվելու է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության, դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը, ազգային, ռասայական, սեռային կրոնական ատելության, բորբոքելու, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը, ապարգևված այլ արարքների կոչերի տարածումը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը։